Տարելրում 2026 խորագրով միջոցառմամբ իրական դպրոցն ամփոփում է 2025-2026 ուսումնական տարին, միաժամանակ նշելով կրթօջախի գործունեության 10-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, համախմբելով դպրոցի աշակերտներին, շրջանավարտներին, ուսուցիչներին, գործընկերներին և հյուրերին։ Մենք գիտենք, որ շատ մեծ կարևորություն է իրական դպրոցը տալի տեխնոլոգիական կրթությունը, ձուլում է մշակույթի հետ, ինքնության հետ, այդպիսով ստացվում է նաև այն ապագա ինժեները, ճարտարագետը և հայ մարդը, որը որ իր ինքնությանը կպած է, մշակույթը ճանաչում է ու իր այդ կարելի է մեծ գործեր անել։ 10 տարի շարունակ իրական դպրոցը Հայաստանում ներդնում և զարգացնում է իր յուրահատուկ կրթական մոդելը, գործունեություն ծավալելով Երևանում ու մարզերում։ Այս տարին կարևոր էր հատկապես Իջևանի իրական դպրոցի համար, քանի որ դպրոցը ճանապարհեց իր առաջին շրջանավարտներին։ Այսօր շատ ուրախալի օր է իմ համար, էմոցիաները շատ են ու չեմ կարող բառերով այդքան նկարագրեմ։ Այնքանով ուրախ, որ Իջևանի իրական դպրոցի առաջին շրջանավարտն եմ ու ոնց որ պատվով եկել ենք իրական դպրոց, փորձություններով անցել, դուրս եկել փորձությունների միջով ու պատվով էլ դուրս ենք եկել որպես առաջին շրջանավարտներ։ Ամենակարևորը սովորել ենք մարդ լինել, մտել ենք, ես ինքս մտել եմ իրական դպրոց աշխարհից անծանոթ, գյուղի մի տնից տենց եկել եմ մտել Իջևան, ճիշտ է փոքր քաղաք է, բայց շատ լիքը մարդկանց հետ եմ շփվել ու սովորել եմ ոնց պետք է ճիշտ մարդը լինի այս աշխարհում Հայաստանի համար։ Երեկոն մեկնարկեց ճարտար ակումբի ուսանողների աշխատանքների ցուցահանդես վաճառքով և իրական դպրոցի կրթական ու տեխնոլոգիական նախագծերի ներկայացմամբ։ Այնուհետև բեմում ցուցադրվեց երաժշտական բեմականացում ճարտար ակումբի ուսանողների մասնակցությամբ, որին հաջորդեց այս տարվա շրջանավարտների հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։ Համ հպարտություն, համ ոգևորություն, որովհետև 10 տարի արդեն շարունակ իրական դպրոցի գործունեությունը տեսնում են, հետևում են և հասարակությունը և մենք։ Երբ որ 4 տարի առաջ սկսում էինք Իջևանում իրական դպրոցը, կասկած չկար, որովհետև աշակերտները երբ որ ընդունում են իրական դպրոց, իրենց ընդունելության գործընթացում արդեն իրենք ցույց են տալիս իրենց բնավորության գծերը և մեր 10 աշակերտները, ովքեր ավարտում են այս տարի, իրենք հենց ընդունելության ժամանակ արդեն իսկ ցուցադրել էին իրենց հմտությունները և հույս ունեմ մենք այս 4 տարիների ընթացքում կարողացել ենք ինչ-որ կերպ ներդրում ունենալ իրենց դիմակայունության, մարտահրավերներ հաղթահարելու, մեծ խնդիրներ տեսնելու, լուծումը փնտրելու, խնդիրների առաջ չկոտրվելու, քայլ առ քայլ մեծ հաջողությունների հասնելու ճանապարհին։ Իրական դպրոցը 10 տարի շարունակ կրթում է համակարգաբանների նոր սերունդ, համադրելով տեսական գիտելիքը գործնական աշխատանքի հետ։ Այստեղ սովորողները դեռ դպրոցական տարիներից ներգրավում են իրական նախագծերում, ձեռք բերում մասնագիտական փորձ, զարգացնում ինժեներական մտածողությունն ու թիմային աշխատանքի հմտությունները։ Ընդունվել եմ 2022 թվականին, դպրոցում կենտրոնացված չի, այսինքն մենք միակ մի բանով չենք զբաղվում։ Ընդհանուր արշավների ենք մասնակցել ենք դասընթացների, մասնակցել ենք մի քանի խմբակների, տպավորությունը շատ մեծ է։ Շատ ուրախ եմ լինելով Իջևանի իրական դպրոցի առաջին շրջանավարտներից, մեր դրված նպատակներից բոլորը կարելի ասել իրականացրել ենք։ Իմ պատկերացրածից լրիվ ուրիշ տարբեր էր իրական դպրոցը, բայց ուրախ եմ, որ իմ պատկերացրածով չէր։ Օրվա ամենասպասված պահը ավարտական վկայականների հանձնումն էր, շրջանավարտները բեմ բարձրացան ստանալու իրենց վկայականներն ու հրաժեշտ տալու դպրոցին։ Ջերմ շնորհավորանքների, ծափահարությունների և հուզիչ պահերի ուղեկցությամբ ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի։ Տարելրում 2026-ը եզրափակեց դպրոցի հոբելյանական տարին, ամփոփելով 10-ամյա ուղին, ձեռքբերումներն ու ձևավորած ավանդույթները։ Առջևում նոր ուսումնական տարին է, նոր աշակերտներ և հաջողության նոր պատմություններ։